Սա ուղղակի պետական ամբարտավանության արտահայտիչ է, որ ձախ ձեռը սրանց կառավարման։ Կարծում եք տեղյակ չէ։ 100% չգիտի ինչ անում աջ ձեռը։ Ինչ միտում ուներ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։ Թիմին խստապես արգելվում էր մեր լիդերի կողմից, օրինակ ընտանիքի անդամներին կամ ընտանիք մտնել եւ այլն, որովհետեւ մենք համարում ենք, որ կան սրբություններ, եւ եթե քո դիմացինը չունի այդ սրբությունը, դա չի նշանակում, որ դու էլ չպետք է ունենաս։ Որ ամենալեկտի սուտը, որը տարածում էին, այն էր, որ ինչ ուզում լինի, պատերազմ չլինի։ Մենք պետք է համաձայնվենք եւ հնազանդվենք Հայաստանի Հանրապետության աստիճանաբար Արևմտյան Ադրբեջան վերածվելու կոնցեպտի հետ։ Խուժան դրսից ներմուծված էլեմենտ է տարածաշրջանում, որ ուզում է ամրապնդվի, դու իրան խանգարում ես։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը, իսկ այսօր իմ հյուրը ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Եվ ուզում եմ ասել մեր հեռուստադիտողին, որ մենք այս հանդիպումը թերևս պլանավորել էինք շատ շուտ, բայց քանի որ հենց այդ օրը սկսվեց գործողություններ Գագիկ Ծառուկյանի տանը եւ նրան պատկանող ընկերություններում, մենք հետաձգեցինք եւ թերևս թեման էլ սկսենք հենց այդ ձերբակալությունից։ Պարոն Աբովյան, կուզեմ ասել, ինչ միտում ուներ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, այն էլ նման ցուցադրաբար կերպով եւ վիդեոները տարածելով, ինչ ասելիք ուներ, ում էին ինչ ուզում դրանով ասել։ Տեսեք, տարբեր կանխավարկածներ են, հա, առաջ մղվում, օրինակ, որ դա քեն էր, վրեժխնդրություն էր, որ դա իշխանությունների կողմից ընդդիմադիր, հա, դաշտի, ասենք ասենք, ապակտիվացումը, ինչպես իրենք են անվանում, որ դա սեփականության, հա, վերաբաշխման փորձ է Հայաստանի Հանրապետությունում, որ դա արտաքին պատվեր է, ճիշտ պատվերի շրջանակներում գործընթացը, որ դա աննորմալության նույնիսկ կանխավարկած էր, հա, խոսում։ Ես կպատասխանեմ հետևյալ ձև, այն ամեն ինչ ես թվարկեցի, այդ ամենը առկա է։ Այսինքն վրեժխնդրություն, արտաքին պատվեր, սեփականության վերաբաշխում եւ այլն, բայց այստեղ շատ կարեւոր է ընդգծել հետեւյալը, որ Ծառուկյանի հանդեպ գործողությունները իրենք դուրս են եկել Լոկ Ծառուկյանի, հա, հանդեպ գործողությունների տրամաբանությունից եւ այսօր մենք պետք է հստակ եւ պարզ ֆիքսենք, որ վրեժ է լուծվում հազարավոր մարդկանցից, ովքեր այս կամ այն առումով, հա, առնչվում էին Ծառուկյանի բիզնեսների հետ եւ զավեշտը գիտեք ինչումն է, որ երկար տարիներ Ծառուկյանը ըստ էության չէր էլ մասնակցում, հա, ուղղակի իր բիզնեսների կառավարման մեջ, քանզի ազգային ժողովի падգամավոր էր, հետո տեխնացու եւ այլն, եւ հանձնած էր այդ ամենը կառավարման հավատարմագրված կառավարման, հա, այդ բոլոր գործընթացներին։ Այնինչ մենք տեսնում ենք Ծառուկյանի հանդեպ Սալոկ Փաշինյան-Ծառուկյան կոնֆլիկտի արգասիկ չէ, որովհետև ըստ էության չկա կոնֆլիկտ, կա իշխանության կողմից ամբարտաման լկտի ուղղակի, ես չգիտեմ ցենզուրը ինչ բառեր ընտրեմ, գործողությունների համակարգ առհասարակ ընդդիմախոսների պահով եւ այն ընդդիմախոսների եւ մարդիկ, ովքեր չեն տեղավորվում այս իշխանության նեոթուրքական փաշիզմ, հա, այդ գաղափարախոսության մեջ, որովհետև մենք այսօր ապրում ենք նեոթուրքական փաշիզմի պարագայում, որը դասական ֆաշիզմի ամենանողկալի, զզվելի եւ ցածր մակարդակն է, եւ սա ակնհայտորեն այդ դրսևորումն է, եւ սա միայն կրկնեմ Ծառուկյանի հանդեպ չի, նույնիսկ միայն այն հազարավոր մարդկանց հանդեպ չի, որոնք մնացին առանց աշխատանք, սա այն գործողությունն է, որը ակնհայտ ցույց է տալիս, որ եթե դու համաձայն չես թրքամետ հակահայկական, հա, գաղափարախոսության հետ, որը նեոփաշիզմը, նեոթուրքական փաշիզմը առաջ է տանում, ապա դու ենթարկվել ես կտանքների։ Ըստ էության կոլաբորացիոնիստական, հա, տրամաբանության մեջ գործող իշխանությունը դրանով մեսիջ է ուղարկում մեզ բոլորիս, որ մենք պետք է համաձայնվենք եւ հնազանդվենք Հայաստանի Հանրապետության աստիճանաբար Արևմտյան Ադրբեջան վերածվելու կոնցեպտի հետ։ Արևմտյան Ադրբեջանի մասին մենք թերևս կխոսենք առաջիկայում, ես կուզեմ հասկանալ հետեւյալը։
պարոն Գագիկ Ծառուկյանը, որքան էլ օրինակ դուք կամ Իվետ Ատոնոյանը ձեր խոսույթում կարողանում եք գնահատականներ տալով խոսել, պարոն Գագիկ Ծառուկյանը ինքը որպես անձ ամբողջ քարոզչության ընթացքում իհարկե եղան պատասխաններ, հարց ու պատասխաններ Նիկոլ Փաշինյանի հետ, առյուծների վանդակի մասին եւ այլն, բայց որպես անձ, որպես քաղաքական գործիչ, կտրուկ կամ վիրավորական շեշտադրումների նա երբեք չանցավ, իր կարմիր գծերը շրջանակը նա պահեց, այս դեպքում բացի այն, որ փաստորեն պարզ դարձավ, որ ձայները այնքան չեն, որպեսզի Բարգավաճ Հայաստանը անցնի, ձայները այնքան չեն, ձայները գողացել են, եկեք։ Այնքան չեն հաշվարկվել, որ անցվի։ Գողացել են։ Եվ մենակ մեր ձայները չէ։ Միայն մենք չենք։ Փաստացի, բայց Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ազգային ժողով չէ լինելու։ Եվ խուժանավարի։ Այս ամենից հետո էլ ինչ խնդիր ունեին պարոն Ծառուկյանի հետ, որ հենց նրան թիրախավորեցին։ Եվ այդ քաղաքական ուժը եւ այն բոլոր մարդկանց իդեպ, ովքեր այս կամ այն ձևաչափով այս ընթացքում ուղղակի աջակցող խոսքեր ասեցին։ Մենք դիտարկում ենք ուղղահայաց, իրավիճակը, ինչը սխալ է, որովհետեւ տեսեք, այո, Ծառուկյանը երբեք իրեն թույլ չի տվել անցնել անձնավորեցնել դե լավ, որովհետեւ հիմնական իր գաղափարախոսության, ներքո դա հանրային համերաշխության կոնցեպտն է, բայց դրա հետ մեկտեղ երբեք ես դες մի գաղտնիք բացեմ, օրինակ թիմին խստապես արգելվում էր մեր լիդերի կողմից, օրինակ ընտանիքի անդամներին կամ ընտանիք մտնել եւ այլն, որովհետեւ մենք համարում ենք, որ կան, գիտեք, սրբություններ, եւ եթե քո դիմացինը չունի այդ սրբությունը, դա չի նշանակում, որ դու էլ չպետք է ունենաս։ Խոսքը գնում է ընտանիք, չգիտեմ, երեխեք եւ այլն, այդ տիրույթով։ Սա է թերևս այն, որ կոշտ քննադատության հետ մեկտեղ իշխանության կոշտ քննադատության վարած քաղաքականության նաեւ այն կարմիր գծերը, չէին անցնվում իր կողմից եւ ես համարում եմ դա կարևորագույն, հատկանիշ յուրաքանչյուր դեպքում նույն Ծառուկյանի համար։ Ինչի համար, ես որ ասում եմ, սա միայն Ծառուկյանի խնդիրը չի։ Այսինքն սա հարցածակում դե լավ ընտրությունները անցավ, պետքա թոթափվեր իրավիճակը, նամանավանդ, որ մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մեր բոլոր գործողությունները տեղավորվելու են միմիայն Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, ոչ ավել, եւ ոչ պակաս շատ կարեւոր է, որովհետեւ Սահմանադրությունը տալիս է լայն հնարավորություն օրինական ձևով ըմբոստանալ այն խուժանությանը, որը տիրում է Հայաստանում այսօր, քաղաքական առումով իհարկե։ Այստեղ ավելի խորքային է, տեսեք, ինչ էր ասում Ծառուկյանը։ Հիշում եք ամեն ինչից պայթեց, երբ որ հնչեցվեց, որ Ադրբեջանը իր քաղաքականությունը կառուցում է դոկտրինալ այն տեսլականի ներքո, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է աստիճանաբար թուլացվի եւ հետագայում վերածվի Արևմտյան Ադրբեջանի։ Ադրբեջանցիների բնակեցման թեման, ընդ որում հարկ եմ համարում ընդգծել, որ թե Արևմտյան Ադրբեջանի, թե ադրբեջանցիների բնակեցման թեման հնչեցվել էր ոչ միայն մեր կողքի ոչ բարով վիժվածքացին հարևան, տենց վիժվածքացին ես նկատում եմ քաղաքական առումով, չնայած ինչի մենակ քաղաքական, այդ ամբողջ համակարգի կողմից դոկտրինալ գործընթաց է գնում եւ աշխատանքներ են վարվում այդ ուղղությամբ տնտեսական ճնշումներ Հայաստանի վրա, որովհետեւ բոլոր գործողությունները, որոնց մենք ականատես ենք, վերջին մի տարվա ընթացքում, չգիտես ինչու ճակերտներում զարմանալի զուգադիպությամբ հարվածում են կարևորագույն տնտեսական բաղադրիչներին։ Դա էներգետիկ ոլորտն է, դա գյուղատնտեսությունն է, դա բազմաշերտ տնտեսական համակարգերն են, օրինակ նույն Գագիկ Ծառուկյանի կողմից ձևավորված, որ այսօր ըստ էության ստոպ ռեժիմի տակ է։ Եվ երբ որ հնչեցվեց դա միանգամից այն տարափը, մեղադրանքների, այն տարափը խուժանության, տեսեք, մենք մի հատ ապուշ իրավիճակի մեջ ենք գտնվում, մենք էսի նկատի ունեմ առհասարակ քաղաքական միտքը Հայաստանի։ Ուրեմն Ադրբեջանը մեզ սպառնում է պատերազմով, նախապատրաստվում է պատերազմի, ընդ որում պատերազմի ինքը ասում է տարբեր ձևեր կան, մենակ կրակելով չի, չէ՞, ասելա մենք Արցախը իրան գրավել են, բանով զենքով, իսկ Հայաստանը պլանավորում են գրավել մեքենաներով եւ մշակույթով։ Սա շատ կարևոր մեսիջներ է, այսինքն, բայց կարևոր չի, չէ՞, ոնց մեկը գրավում են։
Եվ այս պարագայում այն ինչ կատարվում է Ծառուկյանի շուրջ, մենք պետք է ավելի լայն կոնտեքստի մեջ նայենք։ Ես ասեմ ձեզ ավելին, այն կատաղի ճնշումը սկսեց հենց դրանից հետո, երբ որ հնչեցվեց ուղիղ վտանգները հնչեցնելուց հետո մարդկանց ասացին դուք շպիոն եք, էս եք, են եք, ինչի եք դրա մասին խոսում եւ այլն, մենք եք անգամ ասում ես բայց կներես Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության զեկույցն է մեջ բերում ուղիղ, որ Հայաստանի Հանրապետության համար կենսական վտանգ է ներկայացնում Արևմտյան Ադրբեջան, կոնցեպտը եւ ադրբեջանցիների բնակեցնելու։ Էդ էլ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն է այդ զեկույցը։ Իսկ այդ զեկույցն ինչ իմաստ այս դեպքում ուներ, այդ հարցը ես նախատեսել էի։ Ես կարծում եմ, Քանի որ ձեզ եւ ձեր նման մարդկանց, ովքեր նախապես էին մատնացույց անում այս խնդիրը, էլ շպիոն, էլ դավաճան, էլ ներքին դավաճան, տարբեր բնույթի պիտակավորումներ տրվեցին, որ դուք օրինում եք այդ ամենը։ Ընդ որում, հա, սրանք սուս մնացին, երբ որ այդ զեկույց ուղղակի եսի ցույց դրեցի, ասացի, մի հատ դուք գնացեք ձեր մեջ պայմանավորվեք, ով է ձեր մեջ շպիոնը, ով է, չգիտեմ, սուտասանը, որտեվ էսա հղումը տալիս են պետական փաստաթղթի վրա։ Դրանից հետո բերանները փագեցին, բայց ես կարծում եմ, որ սա ուղղակի պետական ամբարտավանության արտահայտիչ է, որ ձախ ձեռը սրանց կառավարում է։ Կարծում եք տեղյակ չէ։ 100% չգիտի ինչ անում աջ ձեռը։ Որովհետև մենք պետք է շատ հստակ եւ պարզ հասկանանք, այս իշխանությունը սպասարկում է Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը, յուրաքանչյուր գործընթաց, որը դուրս է անգնում դրանից, հա, ինքը անցալվում է իրենց կողմից որպես թշնամական։ Երբ որ իրենք անվանում են այն մարդկանց, ովքեր մատնանշում են այդ վտանգների մասին, մասնավորապես ոման վերցնենք, հա, որպես օրինակ, շատ հմուտ, մասնագիտացված, բոլոր, չգիտեմ, կետերով, հա, հնչեցվում է, ասում է դուք սուտ եք ասում կամ սկսում են ճնշումներ գործադրել, հարցածակում, այնգեր դու մեր վրա խես ճնշումներ գործադրի, գնադ քո Ալիևի, քո աղբեր Ալիևի վրա ճնշում գործադրի, որ ինքը տես բան է անում։ Դուք նկատել եք, որ այս շրջանակներում ծպտուն անգամ Թուրքիայի Ադրբեջանի հասցեին չկա, կամ միայն այն հայերի հասցեին, որոնք հանդգնում են ճշմարտությունը ասել։ Իսկ այս դեպքում զեկույցի հետ կապված արդյոք այն մարդիկ, ովքեր զեկույցը հրապարակել են եւ այդ մասին բացահայտ խոսել, կլինի որոշակի աշխատանք ըստ ձեզ։ Համոզված եմ կլինի, որովհետեւ ուղղակի դեռ խուսափում են, հա, քանի որ չեն խուսափում, առայժմ փորձում են ըստ երևույթի մոռացության տալ այս ամենը, բայց նույն իրանց աղբեր Ալիևը թույլ չի տալի, որ իրանք մոռացության տան։ Օրեր առաջ օկուպացված Շուշիում տեղի ունեցած միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ակնարկներ անում էր սրանց ազիզ աղբեր Ալիևը։ Իսկ ասեք, պարոն Աբովյան, այս պահին այդ Արևմտյան Ադրբեջան եւ նրանց բնակեցման ծրագիրը ինչ փուլում է ձեր իսկ գնահատականով։ Եվ մինչև ուր կարող է հասնել եւ որքան ժամանակում։ Իրենք կիսել են թուրք-ադրբեջանական տանդեմի միջելոց եվրոպացիների բարձր հովանու ներքո, կիսել են այդ 3 հիմնական մասի։ Առաջինը օրակարգ բերել։ Իրանք օրակարգ բերեցին։ Երկրորդը միջազգայնացնել, հիմա աշխատում են միջազգայնացնելու վրա, այսինքն նամակներ են գնում տարբեր կառույցներին, ՄԱԿ են գրում, ԵԱԿ են գրում եւ այլն, այսինքն միջազգային քննարկման թեմա են դարձնում։ Եվ երրորդը կլինի արդեն գործնականը, որը ըստ էության այս իշխանությունը սատարում է, գործնականը իր մեջ մտցնում է, ճիշտ պարունակում է 3 բաղադրիչ կրկին։ Դա իրավական հիմքի ապահովումն է, այսինքն օրինակ ինչի համար են փոխում սահմանադրությունը։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ Արցախը չի սահմանադրության փոփոխման կամ ոչ միայն եկեղեցին կամ ոչ միայն Արցախ, այլ իրավական հիմք է ձևավորվում, որ Հայաստանի Հանրապետությունը, հա, ունենա թղթով հնարավորություն օրինակ ադրբեջանցիներին որոշակի ստատուսներ տասել, ավտոնոմիա, չգիտեմ ինչա, այսինքն լեգալիզացնի Հայաստանի օկուպացիան համաձայն այն դրույթների, որոնք ամրագրված են լինելու փոփոխվող սահմանադրության մեջ։ Սահմանադրության մեջից, երբ որ հանվում է ազգային բաղադրիչը, ինքը դառնում է օֆիսային փաստաթուղթ։ Իսկ օֆիսը
Չէ, եթե օֆիսային փաստաթուղթ է, մարդիկ ընկալում են երկիրը որպես օֆիսը կարող է լուծարվի, կարող անունը Պարոն Աբովյան, բայց այստեղ նկատենք, որ նրանք այդքան ձայն չեն հավաքել, որ կարողանան նոր ազգային ժողովում կարողանալ սահմանադրություն Եվ փոխել։ այստեղ մենք գալիս ենք շատ կարևոր մի Չնայած որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ նշեց, որ ժողովուրդը քվեով տվել է իրենց այդ իրավունքը։ Եթե դուք հողում եք տալի Նիկոլ Փաշինյանի խոսքերին, ես ցավում եմ, որովհետև իր խոսքերը փոփոխական են խիստ եւ փոփոխական են համաձայն կոնյունկտուրայի։ Եթե ինքը խոսում է ժողովրդի մասին, ապա վստահաբար դա հայ ժողովուրդը չէ, որովհետև իրեն սատարում, որովհետև էլեմենտար մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության բնակչության կեսից ավելին դեմ է այս իշխանության քաղաքականությանը։ Իմ ասելիքն այն է, որ նա շարունակում է թեման, որ սահմանադրությունը փոփոխվելու է, բայց փաստացի այդ հնարավորությունը չունեն։ Ինքը կառավարում է դրսից, եւ եթե ինքը հնարավորություն չունի, ապա ինքը յուրաքանչյուր գործընթացների պատրաստ է գնալ ընդհանուր միջև սահմանադրության խախտում, որովհետև օրինակ սահմանադրությունը խախտվել է, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ուղղակի 60,000 ձենը տվեցին գետնով, 3,000 քաղաքացու ընդհանրապես քվեարկել թույլ չտվեցին, երբ որ չեղարկեցին 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները, իսկ վերաքվեարկություն չարեցին, այսինքն այս մարդիկ չունեն, հասկացեք, մենք փորձում ենք տեղավորել իրենց գործողությունները ինչ որ մի շրջանակներում խախտում են անում օրինակ, հա, տենց բառ ենք ասում։ Իրենք խախտում չեն անում, իրենք ոչնչացնում են համակարգը։ Հարց ինչի համար։ Ես ավելի քան համոզված եմ, որ այո, իրենք փորձելու են հանձնարարականը Ադրբեջանից եւ Թուրքիայից կատարել, որովհետեւ այդ հանձնարարականի կատարման եւ այդ հանձնարարականների կատարման տրամաբանության մեջ են իրենք տեսնում իրենց գոյությունը։ Իսկ եւ դա իրանք ամեն գնով անելու են, այսինքն ամեն գնով նրանք կհասնեն սահմանադրության փոփոխության։ Ամեն գնով կփորձեն ասեն, կեղծելով, խաբելով, ջարդելով, ահաբեկելով մարդկանց կփորձեն անեն, բայց այստեղ կարևոր մի դրույթ կա, մարդիկ ի վերջո Հայաստանի քաղաքացիները, ես չեմ ասում այն փոքրատիվ զանգվածի, հա, որը մինչ այսօրը սատարում է այս իշխանությանը եւ որը որոշել է, որ օրինակ հայրենիքը դավաճանելով կարելի է փրկել պետությունը կամ դա պետությանը օգուտ կբերի։ Դա աբսուրդ է, մեզ ինչ են ասում, ասում են դավաճանի հայրենիքդ, որ պահես պետությունդ։ Ինչը հավասարազոր է, որ ասում են հեռացրու աջ թոքդ, որ ավելի լավ շնչես։ Դե մոտավորապես այս կամ աջ երիկամդ կամ գանգուղեղիդ կեսը։ Այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ դասական քաղաքագիտական առումով շիզոֆրենիան դարձել է քաղաքականություն եւ սա մենք առաջինը չենք եւ վերջինը չենք, մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ որ հիշում եք սրանք ասում են իզմեր չկա, կա իզմեր, նեոթուրքական ֆաշիզմ, այսինքն ֆաշիզմի ամենացածր տեսակը։ Ես մի օրինակ բերեմ, կարևորագույն հատկանիշը նա է, որ երբ որ դու մատնանշում ես վտանգը, քեզ սկսում են հարվածել, կտանքների ենթարկել, նույն Ծառուկյանի հա պատմությունը կամ յուրաքանչյուր հայ մարդու առաջինը, երկրորդը, երբ որ ազգային բաղադրիչը դառնում է դեստրուկտիվ համաձայն իրանց տեսլականի, մեզ ինչ են ասում։ Տնենք մի կողմ այդ իրանց այդ լոլոները պլաստմասից կտրած, հա, ժանագին են պլաստմասից կտրած զնաչոկը Հայաստանի կոնտուրներով, որը իրենց համար գերագույն դրսևորումն է հայրենասիրության, ցավում են պարզապես իրանց համար, բայց մեզ ինչ են ասում, մեզ ասում են հայ լինելը վտանգավոր է, եկեք հայ չլինենք, մեզ չեն սպանի, դա են մեզ ըստ էության ասում, չէ՞։ Եվ երրորդը ամենակարևորը եւ իմ համար մեծ պատիվ այն ձեր տաղավարում սա հնչեցնել առաջին անգամ իդեպ մեզ ասում են հետեւյալը, չէ, սկսենք նրանից, որ ամենալեկտի սուտը, որը տարածում էին, այն էր, որ ինչ ուզում լինի պատերազմ չլինի, ճիշտ է։ Եվ մեզ ասում են հետեւյալը, որ մեր պատրաստակամությունը դիմադրել, ոչ թե պատերազմ սկսել, դիմադրել, դիտարկվում է իշխանության եւ իշխանամերձ շրջանակների կողմից որպես պատերազմ գեներացնող գործընթաց։ Այսինքն մեզ ասում են, եթե դու դիմադրում ես, դու վատ բան ես անում, դրանից թուրքը գրգռվում է, ուզում է գա քեզ սպանի, հա դուք ապուշ չեք։ Ես ապուշ ասում եմ այն շրջանակներին, հա, որոնք այս թեզը տարածում են մարդկանց մեջ։ Որ այսինքն եթե դու զրկում ես մարդուն դիմադրելու մոտիվացիայից, ասում ես մի դիմադրի քեզ կսպանեն, ընդ որում այն կողմը սպանող թուրքերը ադրբեջանցին ասում են գալու եմ սպանեմ։
հետևություն ենք անում, ում օգտին է ուրեմն այդ գաղափարախոսությունը խոսում։ Պարոն Աբովյան, տեսեք, հասարակության վրա այդ խոսակցությունները շատ մեծ ազդեցություն ունեցել են ամեն դեպքում, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը անդադ շեշտում էր իր քաղաքական ուժը, որ եթե չլինենք մենք կլինի պատերազմ, իսկ պատերազմի դեպքում մենք չգիտենք ինչ լուծման կգնա Հայաստանը, ինչ ավարտ կունենա, բնականաբար շարքային հայը, այն հայը, ով իր օրվա հասնելն ուզում, կվախենար այդ եզրույթից։ Բայց ընտրությունը ցույց տվեց, որ դա այդպես չի։ Հա, բայց ընտրությունների արդյունքում ընդդիմության հավաքած ընդհանուր ձայների, կատարված գործողությունների եւ այլն արդյունքում հասկացանք, որ եթե ընդդիմությունը շատ երևի ուզեր, կկարողանար ամեն ինչ փոխել հենց ընտրական գործընթացներով։ Ոչ, դա այդպես չի, շատ ամեն Ինչու այդպես չի։ Կկարողանար կփոխել, նշանակում է, որ փաստորեն ցանկություն չուներ փոխելու։ Ոչ, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս իշխանության համար կարմիր գիծ չկա եւ մեկ վարքյան չկասկածեք, որ իրենք պատրաստ են յուրաքանչյուր քայլի, միայն թե իրենց այդ կրեսլոներից, հա, կապած մնան։ Այստեղ խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուր գործընթաց պետք է ունենա հետևանք, իսկ հետևանքը պետք է լինի այս քաղաքականությունը կանգնացնել։ Տեսեք, ես չեմ ասում իշխանափոխություն, չեմ ասում ընդդիմությունը գա, չեմ ասում, որ սաղին ջարդենք, մորթենք, փրշենք, բանը։ Դա իշխանության ուզածն է։ Խնդիրը ինչումն է, խնդիրը նրանումն է, որ ընդդիմության կողմից բոլոր գործողությունները իրենք չպետք է ոչ մի պարագայում հնարավորություն տան իշխանությանը արյունալի տերոր մտցնել երկրի մեջ, ձեզ թվում է իրանք էդի չեն հաշվարկե։ Սատանի մայլեն քանդրբազություն են անում, հա։ Շատ լավ էլ ամեն ինչ հաշվարկված է, այստեղ խնդիրը նրանումն է, որ այսօր մենք դասական առումով չունենք ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն, մենք դասական առումով ունենք հայեր եւ չհայեր։ Եվ այսօր հայերի պայքարը չհայերի դեմ, հա, կամ Հայաստանը, հայկական community-ին թույլ չտալ ոչնչացվելու, հա, ինքը պետք է իր մեջ ներառի այն բաղադրիչները, որոնք թույլ չեն տա մեր թշնամիներին պայմանական այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ուղղակի տոտալ, հա, տոտալ կտանքներ եւ դիկտատուրա կհաստատվի, չնայած մենք գնում ենք դեպի այդ հաստատումը։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, այսօր մեզ երկու բան են ասում. չդիմադրես, թե չէ կլինի պատերազմ, ինչա հակառակը չդիմադրեցիր, հաստատ կլինի պատերազմ։ Երկրորդը, հայ լինելը վտանգավոր է, հայ լինելն է, որ պատերազմա գեներացնում, ինչը հետևաբար, հա, ասես մի տրամաբանական շղթա է իշխանության համար ձևավորում, որ եկեք հրաժարվենք հայ լինելուց, մեզ չեն սպանի, ինչը հակառակ է, որովհետև դու կարող ես մոռանաս, որ դու հայ ես, բայց թուրքը դա չի մոռանում։ Չկրենք խաչ, որ չնկատեն քրիստոնյանք, այդ նույն այդ ամբողջականության մեջ պետք է նայենք, հա, թուրքը չի մոռանա, որ դու ես, ձեզ թվում է թուրքը չգիտի, որ ինքը ապրում է քո տան մեջ։ Դու իր համար դեստրուկտիվ էլեմենտ ես, խուժան, դրսից ներմուծված էլեմենտ է տարածաշրջանում, որ ուզում է ամրապնդվի, դու իրան խանգարում ես։ Գնա ոտը ինչքան ուզում ես, պաչի, խանգարում ես, վերջացավ։ Եվ երրորդը, դա չդիմադրելու գաղափարախոսությունն է։ Մի դիմադրի եւ քեզ չեն սպանի։ Պարոն Աբովյան, դիմադրելու եւ դեռևս պայքարը շարունակելու մասով ուզում եմ հասկանալ հետեւյալը։ Այս պայն ընդդիմությունը, որը ազգային ժողով պետք է գնա եւ կվերցնի մանդատներ եւ այդ թվում ձեր երկու մանդատը, որ կփաստացի, բայց երբ տեղի 5 դե ավելի վատ։ Փաստացի, երբ որ տեղի ունեցավ գործողություններ պարոն Ծառուկյանի հետ, նրանք բոլորը քաղաքական ուղերձներով հանդես եկան, իրենց աջակցությունը հայտնեցին։ Ես ուզում եմ հասկանալ այս ձևաչափի մեջ, ամեն դեպքում, երբ որ ընդդիմությունը լինի ազգային ժողովում, փորձի, ես չեմ ուզում դուք գնահատեք, թե ինչ ձևաչափով իրանք կկարողանան ընդդիմանալ, երբ որ ոչ խորհրդարանական պայքար սկսվի, արդյոք դուք ձեր քաղաքական ուժով պատրաստ եք միանալ նրանց։ Միանալ չմիանալու հարց չկա, որովհետև ամսի հունիսի 13-ին արդեն իսկ հայտարարվել էր, որ ընդդիմադիր ուժերը, հա, կոնսուլտացիաների մեջ են եւ այդ կոնսուլտացիաները բերեցին նրան, որ մենք այսօր ունենք փաստացի համախմբում, նույնիսկ Ծառուկյանի кейսն է դա ցույց տալի, որովհետև անաջակցությունը, որը մենք տեսնում ենք այն մարդկանցից, ովքեր երբեք ոչ Ծառուկյանի համակիրն են եղել։ Դա իդեպ շատ նկատելի է, այո։ Ոչ, ասեմ ավելի, նույնիսկ ընդդիմախոս են եղել։ Ասեմ ավելին իշխանության մեջ էլ ում գլուխը լճի կերը թավշյա քաղցկեղը, հա, միջև վերջ, նույնիսկ այդ մարդիկ են ասում, նորա դուք աննորմալ չեք, ես ինչ եք անում։ Եվ այսօր
մենք ունենք այդ կոնսոլիդացիոն գործընթացը։ Ինչ վերաբերում է կգնան կվերցնեն մանդատները, չեն վերցնի մանդատները, քաղաքականության մեջ կա հետեւյալ մի եզրույթ, քաղաքական բարոյականություն, որը ցավոք այսօր Հայաստանում մոդայիկ չէ, եւ դա իշխանության շնորհքն է, որ մոդայիկ չէ, տեսեք, հեգնանքով եմ ասում, էլի, եւ դուրս գալով քաղաքական բարոյականությունից, ես ոչ մի պարագայում ոչ կքննադատեմ, ոչ կմեծարեմ իմ գործընկեր դիմադիրների որոշումը, որովհետև մանդատները վերցնելու շատ ծանրագույն արգումենտներ կան, որ պետք է վերցնելու, կան արգումենտներ, որ պետք չի վերցնել։ Այստեղ ես իրենց չեմ նախանձում, որովհետև յուրաքանչյուր դեպքում վերցնեն թե չվերցնեն, իսկ հիմա արդեն մենք հասկանում ենք, որ վերցնելու են, իրենք ուղակի, հա, այնտեղ երես առերես անելիքներ ունեն եւ ասելիքներ։ Հա, դե ես սենց ասեմ, իրականում չեմ նախանձում, սա անկեղծորեն եմ ձեզ ասում, որպես падգամավոր աշխատած մարդ, պետական ծառայության մեջ երկար տարիներ եղած մարդ, դիվանագիտական ծառայության մեջ ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում, ոնց են իրենք այնտեղ կռիվ տալու, բայց տալու են։ Ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, եկեք գաղտնիք բացենք ձեր հաղորդման շրջանակներում, չկա Հայաստանում քաղաքական առումով քաղաքական գործընթաց, ընդդիմություն, իշխանություն, ոչ, կա կոլաբորացիոնիստական իշխանություն, որը առաջնորդվում է նեոթուրքական ֆաշիզմով, որի հիմնական նպատակը սպասարկել Թուրքիա-Ադրբեջանի շահերը, որի հիմնական նպատակը հիմնավորել հայրենիքի դավաճանությունը պետության շահերով, պետական աբսուրդ է, չէ՞։ Աբսուրդ է, ոնց որ մարդու ոտերը կտրես ու իրան երկու հատ, չգիտեմ, լավ կոշիկ նվեր տաս։ Ուղղակի մարդու գլխի մեջ չի տեղավորվում։ Եվ կան հայերը, տարբեր հայացքների, տարբեր քաղաքական, չգիտեմ, ուղղություններով, տարբեր հայացքներ, բայց այդ մարդիկ հայ են։ Եվ այստեղ այո, հայերի եւ ֆաշիստների միջև պայքարն է։ Եվ ես ավելի քան համոզված եմ, որ այս կամ այն առումով քաղաքական առումով հայերը հաղթելու են։ Պարոն Աբովյան, հետաքրքիր է նաև այն առումով, որ հասարակության մեջ կան մարդիկ, իհարկե դուք հայեր եւ ֆաշիստներ եք ասում, նման բաժանման մի օրինակ էլ դեռևս ունեցել ենք տարիներ առաջ, սև ու սպիտակների, մարդիկ Չէ, ես չեմ բաժանում սև ու սպիտակների։ Սա շատ կարևոր է անցալել։ Ստե ես չեմ բաժանարար գծեր մցնում։ Ես ընդհանրապես արձանագրում եմ, որ կան մարդիկ, ովքեր ֆաշիզմի գաղափարախոսության կրող են, եւ կան հայեր, ովքեր հայկականության գաղափարախոսության։ Դե փաստացի բաժանում եք։ Ոչ, սա բաժանում չի, սա արձանագրում է։ Շատ լավ, եկեք վերաբերվենք որպես արձանագրում, ինձ քանի որ Գագիկ Ծառուկյանին որպես մեղադրանք, հա, գումարների շորթում եւ այլն, հատկապես հայ-իրանական առևտրական պալատի շրջանակում է այդ ամենը կատարվել, այդպիսին է մեղադրանքը։ Ինչ ունեք այս մասին ասելու։ Այնքան բան ունեմ ասելու այդ մասով։ Հատկապես այս շրջանում, երբ Գագիկ Ծառուկյանը կարծես հայ-իրանական առևտրական շրջանառությամբ փորձում էր գյուղատնտեսական որոշակի հարցեր կարծես թե լուծել։ Խնդիրը ինչու՞մն է, ուրեմն քանզի հրահանգերի իջեցված ինչ որ գործ սարքել։ Սրանք առաջին ինչ մտներով անցել է, վերցրեցին, բայց իրանք մոռացան մի կարևոր մի բան։ Կամ հաշվի չեն առել հայ-իրանական այս գործընթացի ներքո ներգրաված էր Իրան պետությունը, Իրանի իսլամական պետությունը եւ ուժեղ համակարգված պետությունը։ Այդ գործընթացի ներքո դեսպանատունն էր ներգրաված, այսինքն մեքենայություն կամ, չգիտեմ, խաբեություն այնտեղ չէր կարող լինել ապրիորի։ Երկրորդը, երկու տնտեսվարող սուբյեկտ, ընդ որում իրանցիներ, ովքեր ներգրաված են գործընթացի մեջ, Իրանում նախաձեռնեցին դատական գործընթաց։ Եվ Իրանի դատական համակարգը որոշում ընդունեց, որ չկա քրեական գործոն այս ամենի մեջ, կա երկու տնտեսվարող սուբյեկտների միջև վեճ եւ ուշադրություն։ Իրանական դատարանի որոշմամբ իրանական կողմը պարտավորագիր ստորագրեց դատարանի որոշմամբ, որ ինքը պարտ կա Գագիկ Ծառուկյանի հիմնարկներից մեկին, ով զբաղվում էր այդ հարցով, այսինքն հակառակ process է։ Իսկ նրանք հաշվի չեն չեն կարծում, չէ, որ Գագիկ Ծառուկյանը այնպիսի ազդեցություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության վրա, որ կարող է դատական համակարգը Իրանի ստիպել, որ իր օգտին որոշում ընդունեն, ապօրինի, չէ։ հակապետական իրենց դեպքում։ Իսկ սա հաշվարկված չէր մեր պետ, այսինքն ՊԵԿ-ը, երբ որ նման Լուրջ եք հարցնում։ Այո, լուրջ եմ հարցնում, որ Իսկ դուք եք կարծում, որ իրենք շո բաներ հաշվարկում են բան, հա։ Դե ամբողջությամբ չհաշվարկված մարդուն մեղադրանք առաջարկել։ Դե փաստացի տենց է։ Դա խայտարակության հիմք կարող է լինել։ Խայտարակության հիմք չէ։ Գաղտնիք բացեմ, դա արդեն խայտարակություն է։
Արդեն իսկ հայտարարություն է։ Երբ որ ասում եք ՊԵԿ-ը չի հաշվարկել, իսկ ՊԵԿ-ը չէր հաշվարկել, որ Արարատ ցեմենտը կանգնելուց Հայաստանի շինարարությունը կանգնում է։ Իդեպ, այս մասին կուզեմ այստեղ խոսել այն առումով, որ բոլոր հիմնական ընկերությունները կապարակալված են, աշխատակիցները ցավոք սրտի այս շրջանում անհասկանալի սպասողական վիճակում են, բացի Արարատ ցեմենտից, փաստացի, այն դեպքում, երբ պարոն Փաշինյանը անդադ նշում է, որ Արարատ ցեմենտը պետք է պետականացնել։ Ինչու հենց Արարատ ցեմենտը չի, այսպես ասած, առաջին մուշկին հարվածին արժանացել։ Երբ որ դուք ասում եք հաշվարկներ, քանզի սրանք ամբարտավան են, իրենք ըստ երևույթի տեղյակ չէին, որ չնայած լավ էլ տեղյակ էին, որ Արարատ ցեմենտը ռազմավարական նշանակություն ունեցող։ Հենց այդ հաշվարկների ելնելով եմ հարցը տալիս։ Այո, մեկ էլ 2 օր հետո հասկացան, որ ռազմավարական նշանակության գործարան է։ Եթե ես դուք, հասկանում ենք դա, իրենք չէին հասկանում, բայց այդ չէին հասկանում շատ հարաբերական է։ Հիշենք Իլհամ Ալիևի 20 եւ 21 թվականների արած հայտարարությունը, որ Հայաստանը պետք է միշտ մնա պայմանական կզած վիճակում, նկատում եք, չէ, համեմատությունը, էս էլ աստե փորձում կզսնի են, էլ ասում կզած վիճակում պետք է լինի Հայաստան։ Ինչը պետք է արտահայտվի ռազմավարական ոլորտների անկման, այսինքն թուլացման։ Մենք ինչ ռազմավարական ոլորտներ ունենք, եկեք թվարկենք, էներգետիկ, հեծի պատմություն ատոմակայան, երկրորդը գյուղատնտեսություն, հերը անիծեցին գյուղատնտեսության էլ ոնց կարան վերջում էլ այնպիսի արհեստականորեն իրավիճակ ստեղծեցին, որ նույն ռուսական շուկան փակվեց, չէ՞։ Երրորդը շինարարություն եւ լոգիստիկան, այդ անկլավներ հանձնել, իբր անկլավներ, մենք չունենք թուրքական անկլավներ, սուտա։ Պարզապես սիրուն անուն են դրել, որ Հայաստանի որոշ ռազմավարական տարածքները հանձնեն թուրքերին։ Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանին փոխանցում եւ Հայաստան-Վրաստան ճանապարհին Տավուշում կրկին քրեական վերահսկողության տակ այդ միջպետական ճանապարհը եւ շինարարություն, որտեւ ցեմենտը դա ինչ է, դա ամենակարևոր ինչն է, քարն ու ցեմենտն է, էլի շինարարությունը։ Քարը ունես չեն կարող արգելել, մենք քարի երկիր ենք, ո՞ց պետք է արգելեն։ Մնում է ցեմենտը։ Եվ այո, կանգնելու էր շինարարությունը Հայաստանում, իսկ դա արդեն մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենար ամեն ինչի վրա։ Եվ այս իշխանությունը հասկանալը, որ հերիք չի այդ հազարներով մարդիկ հիմա բողոքում են եւ բողոքի ակցիաներ են անում, որ Ծառուկյանի հիմնարկին էր, մի բանը շինարարները, այդ ամբողջ համակարգը ոտի է կայնելու։ Սա ուղիղ ցուցիչ է, որ այս իշխանությունը փորձելով կատարել արտաքին պատվերը Թուրքիայի եւ Ադրբեջանի Հայաստանի հանդեպ այնուամենայնիվ հասկանում է, որ ինչքան էլ պատվերը կատարի, մեկ էլ կարող է այդ պատվերը գա ու խփի իրանց երեսին։ Խփելու է մարդկանց այն վիրավորանքից, որը մարդիկ ապրում են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության մարդկանցից խլեցին երկիրը որոշելու կառավարչական այդ բոլոր իրավունքներից ըստ էության ապալեգիտիմացնելով ընտրությունները։ Սա մենք պետք է յուրաքանչյուր դեպքում ամբողջ այդ process-ները նայենք ամբողջության մեջ, որ առանձին ենք նայում, չի երևում։ Պարոն Աբովյան, ամեն դեպքում դուք ինչ որպես երկար տարիների քաղաքական գործիչ տարբեր իրավիճակներ տեսած, ինչպիսի տեսլական եք տեսնում, թե պարոն Գագիկ Ծառուկյանի գործով ինչ զարգացումներ եք տեսնում, որոնք հնարավոր են, թե ընդհանուր վիճակը։ Իշխանությունը ունի խնդիր կատարել հանձնարարականները Բաքվից եւ Անկարայից, այսինքն Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Ռուբեն Վարդանի նկատել եք, որ 3 հայ միլիարդատերները երեքն էլ այս կամ այն առումով բանտում են, մեկը Բաքվում, երկուսը Հայաստանում, մեկը տնային կալանքի տակ։ Ձեզ այդ ոչ մի բան չի հուշում, այդ ինչի համար։ Սա մեկ, երկրորդը, ինչ զարգացումներ են սպասվում։ Վստահաբար, տեսեք, յուրաքանչյուր դիկտատուրան պետք է ունենա ներքին ողնաշար։ Ներքին ողնաշարը հետևյալն էր, որ իրենք մարդկանց խաբելով, ահաբեկելով այնուամենայնիվ մինչև 26 թիվը, ստանում էին մարդկանց բավականին լայն զանգվածի աջակցություն։ Հիմա չկա այդ աջակցությունը։ Այսինքն իրանց մոտ մնացել է մենակ տերորի եւ կտանքների եւ ճնշման գործիքակազմը, որը չկա։ Չէ, դա կա, բայց պոտենցիալ չկա դա իրականացնելու, որովհետեւ յուրաքանչյուր իզմը, ֆաշիզմը տվյալ դեպքում պետք է հենվի ինչ որ բանի վրա, չէ։
Իսկ այսօր ինչն է փաշիզմի հենարանը իրանց, ասենց ասեմ, տեսլականի ներքո ձևավորված այսպես կոչված դատական եւ իրավական համակարգը, որը կրկին չի դիմանում, հասկանում եք, դիկտատուրան կամ փաշիզմը կամ ինչ որ ճնշումներ իրենք պետք է հենք ունենան, չունեն այդ մարդիկ հենք։ Պարոն Աբովյան, ամեն դեպքում եթե մեր քաղաքական գործիչներ, ովքեր հատկապես հայտնի բիզնեսմեններ են եւ այլն, նրանք չունենան բաց կետեր, որտեղ կարելի է ասեղով հարվածել, արդյոք պարոն Փաշինյանը կարող է գտնել այնպիսի բաց կետեր, որպեսզի այդ ձևով հարվածել։ Դուք կարծում բաց կետերին է խփել։ Հա? Իսկ դուք գիտեք, որ այդպես բաց կետեր է, ինքնանց այդպես բաց կետերին խփում են։ Եվ ինչպես են կարողանում հասարակության մի որոշ զանգվածի այնուամենայնիվ պահել իրենց կողքը, չէ՞ որ եղել են մարդիկ, ովքեր մինչ օրս համաձայն եմ, յուրաքանչյուր իզմը ունի, դա աղանդի սեկտայի նման մի բան է։ Ինչ ուզում ես արա, կա ինչ որ մի զանգված բոլոր ժամանակահատվածներում։ Վերցնենք Պոլ Պոտին, 2 միլիոն հոգի մարդ կոտորեց Կամպուչիայում, բայց կար չէ այդ կարմիր խմերների զանգվածը, որ իրա կողքն էր։ Վերցնենք, չգիտեմ, Հիտլերին հենց մեկ։ Գնայք, Հիտլերը ընտրվել է ժողովրդավարական բաներ 33 թվականից մինչև 39 թվական 6 տարվա ընթացքում հումանիզմի եվրոպական հումանիզմի ուղղակի հա պապաներին, գերմանացիներին ոչ մեկ չի կասկածում, չէ՞ որ իրանք կրթված տենց բան ազգին 6 տարվա ընթացքում դարձել է ծառունախում աննասուն։ Մարդիկ իրանց տունը մարդու կաշվից աբաժուր էին կախում։ Հասկանում եք, այստեղ մենք չպետք է մեր վրա ասենք մենք ուրիշ ազգ ենք, մեր այդ տենց բան չի կարող լինի, ինչը մենք արել ենք տարիներ շարունակ։ Հասարակությունների զարգացման օրենքները ամենտեղ նույնն են, ինչ Հայաստան, ինչ Գերմանիա, ինչ Ճապոնիա եւ այլն։ Եվ այստեղ մենք ունենք մի իրավիճակ, որ կլինի այդ բաց կետը, չի լինի, հասկացեք, իզմերը չեն փնտրում բաց կետեր։ Դե լավ, Արարատի դեմ որ ըմբոստացել են, բաց կետը ո՞րն է։ Եկեղեցու դեմ որ ըմբոստացել են, եկեղեցու ներսում իրար հետ ճակերտավոր յոլակ չգնալն էր բաց կետերը։ Եկեղեցու, իրանք այդ յոլակ չգնացողների դեմ չեն իրենք եկեղեցու։ Իհարկե, բայց բաց կետը, որ ներսում պարակտում կար։ Յուրաքանչյուր դեպքում յուրաքանչյուր գործընթացի ներքո դու կարող ես գտնել ինչ-որ մի բան, մի հատ լավ արտահայտություն կա, աշխարհում կա միայն մեկ ոլորտ, որտեղ ձվի մեջ մաս կարաս գտնես, դա քաղաքականությունն է, ուրիշ թե չկա։ Եվ այս պարագայում մենք միամիտ կլինենք, եթե համարենք ասենք դե լավ էս եթե չանենք, չեր անի։ Չէ, այ ձեր ցավը տամ, ոչ։ Վերադառնալով տեսլականին, թե պարոն Ծառուկյանի գործի, թե ընդհանուր ամփոփելով։ Փուչ գործա, պարզավոր։ Ինչ լուծումներ կլինեն ըստ ձեզ։ Դե ինչ լուծումներ պետք է լինեն։ Այս պարագայում զերծ կմնամ առայժմ ինչ որ կարծիք հայտնելուց, բայց կարող եմ ասել հետեւյալը բոլոր սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված եւ թույլատրված գործողությունները սկսած բողոքարկելուց վերջացրած խաղաղ ակցիաներով ամեն ինչ էլ արվելու է։ Շատ լավ, շնորհակալ եմ ժամանակ գտնելու եւ գալու համար, իսկ մենք կհանդիպենք մի շաբաթ